Աղետալի ջրհեղեղից 1 տարի է անցել։ 2024 թվականի մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեթն անհանգիստ էր։ Ճիշտ է, լոռեցիների համար Դեբեթի վարարումները նորություն չէին, բայց նման ջրհեղեղ չէին տեսել։ Վահագն Սիմոնյանն, ով արդեն 100 դար փրկարար ծառայությունում է, նման մեծության արհավիրք չի հիշում։ Ծառայությունը ընթանում էր ըստ օրակարգի եւ ահա զանգ ստացան քաղաքացուց, որ Բաղրամի անթաղամաս էս ինչ հասցեում գետը հունից դուրս է եկել եւ մտնում է բնակելի տուն։ Տարբեր քաղաքացիներից, տարբեր տեղերից ստանում էին ահազանգեր։ Աղետի առաջին իսկ վայրկյաններից Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատը մի բռունցք դարձավ, լցվելով համերկրացիներին օգնելու մարդասիրական առաքելությանը։ Գետը բարձրացել էր ճանապարհի հատված։ Մենք տվյալ մեքենայով որ գնում էինք արդեն ահագին բարձր էր, մեքենային խփում էր արդեն ջուրը, բայց անցանք տվյալ հատվածը դուրս եկանք եւ գնացինք Թումանյան քաղաքի հատված, որտեղ արգելափակված էին թվով 5-6 մեքենաներ եւ քաղաքացիներին թվով մոտավորապես 13-14 մարդ տեղափոխեցինք անվտանգ տարածք։ Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար փոխգնդապետ Արմեն Բարսեղյանն ասում է, որ ջոկատը հանրապետության բոլոր մարզերից միացած հրշեջ փրկարարական ջոկատների հետ օր ու գիշեր հերթապահություն իրականացրեց, պատվով կատարելով իրենց առջև դրված բարդ խնդիրը։ Առաջնային խնդիրը մարդկանց փրկելն էր, արգելափակված տարածքներից հանելն ու անվտանգ վայր տեղափոխելը, ասում է Արմեն Բարսեղյանը եւ ընդգծում, որ մարդիկ անսպասելի հայտնվել էին ջրի ճիրաններում, իսկ նման իրավիճակներում փրկարարը սխալվելու իրավունք պարզապես չունի։ Աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել, բայց խոճապ այդպեսին չկար, որովհետեւ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մեր յուրաքանչյուր գործողությունից մարդու կյանքով հետ խնդիր կա։ Փրկարար ծառայությունն իր առջև դրված դժվար ու պատասխանատու խնդիրը պատվով կատարեց, եւ փրկարարների նվիրված ու սրտացավ ծառայությունն անպատասխան չմնաց։ Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատը ճանաչվեց 2024 թվականի լավագույն ստորաբաժանում։ Շատ հպարտ եմ, որ մեր ջոկատը ճանաչվեց Հայաստանի Հանրապետությունում լավագույն ստորաբաժանում։ Սա մեր համար շատ մեծ գնահատական էր, իսկ գնահատականի համար հպարտություն իհարկե։ Աղետի հետևանքները զգալիորեն վերացել են։ Լոռիում կյանքն ընթանում է բնականon հունով, իսկ տարվա լավագույն ստորաբաժանման փրկարարները շարունակում են աչալրջորեն իրականացնել բարեխիղճ ծառայություն, չթուլացնելով զգոնությունը։